Նախորդ շաբաթ կառավարությունը հաստատեց Հայաստանից արտահանվող ջերմատնային արտադրության թարմ լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղկի արտահանման աջակցելու միջոցառումը, որի նպատակն էր նպաստել արտահանման շուկայի դիվերսիֆիկացմանը և մատակարարման նոր շղթաների ձևավորմանը։ Այս համատեքստում սույն նախագծով առաջարկվում է հաստատել նույնաբովանդակ երկրորդ միջոցառումը ծիրանի, սալորի, կեռասի, հանքային ջրի, գինու և բրենդի արտահանումը խթանելու նպատակով։ Նախագծով առաջարկվում է հունիս ամսվա ընթացքում արտահանում իրականացնող տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափով. ծիրանի 1 կիլոգրամի համար 200 դրամ, սալորի, դեղցի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 դրամ, կեռասին 400 դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 դրամ, շշալցված բրենդի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 դրամ և հանքային ջրի համար 150 դրամ։ Պարոն վարչապետ, տնտեսվարողների համար ծրագրի շահառու դառնալու մեխանիզմն ավելի հասկանալի լինելու համար ներկայացնեմ, որ նշված ապրանքների արտահանումը հունիս ամսվա ընթացքում իրականացնելուց հետո փոխհատուցման նպատակով տնտեսվարող սուբյեկտը դիմում է էկոնոմիկայի նախարարություն և ներկայացնում է երկու փաստաթուղթ։ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտահանման նպատակով լրացված տարանցման հայտարարագիր կամ արտահանում մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագրի պատճենները, ինչպես նաև հաշվարկային փաստաթուղթը նույն ինքը հաշիվ ապրանքագիրը։ Այս որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները և կնպաստի կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը։ Պարոն վարչապետ, նաև ուզում եմ վերջում մի դիտարկում անել, որ այս նախագիծը տարածվում է հունիսի 1-ից արտահանում իրականացված ապրանքների վրա, և քանի որ կառավարությունը նաև իր հանրային խոսքում նշել էր, որ նմանատիպ ծրագիր լինելու է, հունիսի 1-ից հետո իրականացվել են արտահանումներ, օրինակ բերեմ, այս ընթացքում արտահանվել է շուրջ 257 հազար կիլոգրամ կեռաս, 64900 կիլոգրամ ծիրան և այդ արտահանումներ իրականացրած կազմակերպությունները նույնպես կարող են դիմել այս ծրագրին և ամսվա ավարտին ստանալ փոխհատուցում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Խաչայան։ Ես ճիշտն ասած, որ այս գները նայեցի փոխհատուցման առաջին հարցը, որ ծագեց հետևյալն էր, համոզված եք, որ հետո ստիպված չեն գտնելու հետ ներմուծել այդ նույն մեր ապրանքները, որովհետև սենց մեծ խթաններ դնում ենք, հետո կարող է պարզվի, որ մեզ ծիրան չմնաց Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն վարչապետ, այս չափաքանակները որոշելու ժամանակ հաշվի են առնվել սեզոնայնությունը և ապրանքների սեզոնայնությունը ունի գնի նկատմամբ զգայունություն։ Այս փուլում, քանի որ գյուղատնտեսական տարին մի փոքր ուշացած է եղանակային պայմանների արդյունքում, ծիրանի օրինակ հիմնական բերքահավաքը սկսվելու է հունիսի 15-ին, այնինչ օրինակ նախորդ տարի այն արդեն մայիսի 25-ից 30-ից արդեն բերքահավաքը մեկնարկել էր և դրա համար գնային տարբերությունները մի փոքր այդ նկատառումով են հաշվի առնված։ Պարզ է, որ որոշակի լարվածություն կա, ես ուղղակի ուշադրություն եմ հրավիրում, որ ասենք ենթադրենք Երևանից մարդիկ չզանգեն, էլի Փարիզ իրանց բարեկամներին ասեն մի քիչ մեծ ծիրան ուղարկեք։ Մենք ստեղ ծիրան չենք կարողանում գտնել։ Ամեն դեպքում ես նկատի ունեմ օպերատիվ նաև մոնիտորինգ անենք, որպեսզի խնդիրներ չանցան, անտրամաբանական գնաճեր կարող են լինել եւ այլն։ Այդ ես ինչ եմ ասում, նաև իհարկե կեսկատակ, բայց նաև պետք է հաշվի առնել զբոսաշրջության մեծ հոսքերը, որոնք իրանք նույնպես սպառում էականորեն ավելացնելու են եւ նաեւ պետք է հաշվի առնել ընտրակաշարքի մեծ ծավալները, որոնք էլի սպառումը ավելացնելու են եւ ոնց որ թե արդեն ավելացրել են եւ այդպես շարունակ, այսինքն մոնիտորինգ անենք։ Իսկ նախորդ ծրագիրը, որ ընդունել եք, ես ներկա չեմ եղել, հետո շուկայի արձագանքները գիտենք եւ համեն դեպս լրահոսից տպավորություն է, որ այդ ծրագիրը արդեն իսկ որոշ ուղղություններ ավելի գրավիչ է դարձրել եւ մեր արտահանողները սկսել են ավելի
լայն տեսնել աշխարհը։ Պարոն վարչապետ, օրինակ մեկ օրինակ բերեմ, ծաղկի օրինակը նախորդ շաբաթվա ընթացքում հունիսի 1-ից արտահանվել է 961,000 հատ ծաղիկ եւ ընդհանուր առմամբ եթե դիտարկում ենք աշխարհագրությունը, թե որ երկրներ են արտահանվել, դրանք Արաբական Միացյալ Էմիրություններ են, Ռումինիա, Բուլղարիա, Լատվիա, Կիպրոս եւ այդպես շարունակ, ցանկը մեծ է եւ Նիդերլանդներ եւ այստեղ նաեւ առաջանում է այլ հնարավորություններ, քանի որ սա նաև նոր համագործակցային կապեր են ստեղծվում եւ նոր արժեշղթաներ են, մատակարարման շղթաներ են ձևավորվում, սկզբնական փուլում միգուցե փոքր զսպվածություն լինի քանակների առումով, բայց երկարաժամկետ գործընկերություն է ստեղծվում, այդ թվում նաև հոլանդական ծաղիկների բորսայի հետ, որտեղ աշխատանքներ են իրականացնում, 3 արդեն մեկ կազմակերպություն գրանցվել է եւ ակտիվ կապի մեջ ենք նաև արտաքին գործերի նախարարության հետ եւ մեր դեսպանության հետ Նիդերլանդներում այդ գործընթացը ավելի արագացնելու եւ կապը ավելի ամրապնդելու։ Դեպ ասեմ նաև, որ Նիդերլանդների վարչապետը ինձ գրել են նաև անձնական նամակով, որ իրենք հատուկ ուշադրություն են դարձնում եւ իրենք էլ կաջակցեն, որպեսզի մեր տնտեսվարողները, խոսքը վարդի շուկայի մասին է, որովհետեւ ես հիշում եմ, որ նախորդ թողշրջանում, երբ որ տարբեր տեղեր էինք այցելում, անդադ մտածում էինք ոնց մեր վարդի ինդուստրիան կոնսոլիդացնենք, որպեսզի հոլանդական շուկաներին հնարավոր լինի հասանելիություն ստանալ, բայց ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ եւ հիմա շատ մեծ հնարավորություն է, հարգելի գործընկերներ, 8 տարի մենք մեր տնտեսվարողներին աջակցում ենք, խնդրում ենք, հորդորում ենք, որպեսզի ապրանքները բերեն ստանդարտի։ Սրա մասին այս դահլիճում տասնյակ անգամներով խոսել ենք եւ հիմա եկել է այն պահը, որպեսզի մենք հասկանանք ովքեր են այդ հորդորներին եւ աջակցության ծրագրերին արձագանքել, ովքեր չեն արձագանքել։ Ես վստահ եմ, որ նրանք ովքեր արձագանքել են, ընդհանրապես ոչ մի խնդիր չեն ունենալու, ոչ մի խնդիր։ Իսկ նրանք ովքեր չեն արձագանքել, իրանք միշտ էլ ունեին այդ խնդիրը։ Եվ իրանք գիտեն, որ ունեին այդ խնդիրը, որովհետև իրանք տարբեր կետեր հաղթահարելիս, իրանք այդ խնդիրները իմացել են, իրանք արժև դրվել են այդ խնդիրները։ Հիմա հաղթահարել են, չեն հաղթահարել այդ կետում ինչ ձևով դա ուրիշ հարց է, բայց ելի ուզում եմ հիշեցնել, որ տասնյակ անգամներ մենք ստանդարտների մասին խոսել ենք այս դահլիճում եւ ծրագրեր ենք արել, ֆինանսավորումներ ենք ապահովել, որպեսզի մեր տնտեսությունը այդ ուղղությամբ շարժվի, մանավանդ որ պետք է արձանագրենք, որ այս ընթացքում մենք նաև տրանսպորտային նոր հնարավորություններ ունեցանք, Ախալքալակ Կարս երկաթուղու 2 գիծը, որովհետև նախկինում մի գիծ էր երկաթուղու, հիմա 2 գիծ է, 2 գիծն էլ աշխատում են այս թեմայով, նաև Վրաստանի վարչապետի հետ եմ խոսակցություն ունեցել եւ նա էլ է հավաստիացրել, որ 2 ուղղությամբ էլ որևէ խնդիր չի առաջանա, նաև Թուրքիայի նախագահի հետ ենք այս թեմայով խոսել եւ նրանք էլ վերահաստատել են, որ այդ ուղղությունները բաց են միջև առնվազն մեր հույս ունենք, որ Հայաստան-Թուրքիա երկաթուղին էլ հնարավորինս արագ կբացվի, ել չեմ ասում թրիփ նախագծի իրագործման շրջանակներում իհարկե հնարավորությունները էականորեն կավելանան, բայց լավ է, որ արդեն լրահոսից էլ զգացվում էր, որ արձագանքը կար եւ իմիջայլոց պետք է ասեմ, որ թերևս այդ արձագանքը շատ ավելի արագ է, քան որևէ մեկը կարող էր սպասել, բայց դա նաև նրանից է, որ իմ նշած նախորդող շրջանում այդ աշխատանքը արվել է եւ մենք միշտ էլ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատել ենք եւ դա եղել է մեր քաղաքականությունը եւ հիմա մենք տեսնում ենք, որ այդ քաղաքականությունը արդյունք է տալիս եւ հիմա մենք պետք է այլ ուղղությամբ աշխատենք, մենք պետք է մեր նախընտրական ծրագրում լոգիստիկ կենտրոնների մասին կա եւ մենք պետք է խթանենք լոգիստիկ կենտրոնների ստեղծումը, որպեսզի ենթադրենք նրանք, ովքեր արտադրում են լոլիկ, կարողանան գտնել բանաձև, որ նրանք հանդես գան որպես միասնական արտահանող, որովհետեւ մենք շատ դեպքերում ունենք, որ ապրանքի որակի եւ ապրանք գնելու նկատմամբ կա հետաքրքրություն, բայց երբ որ բանը գալիս հասնում է ծավալներին, բարձում է, որ մենք ի վիճակի ենք արտադրել կամ նրանց հետաքրքրող ծավալների մի մասը միայն։
եւ սա կարելի է կոմպենսացնել միայն գոնե կոնսոլիդացված մատակարարումներ իրականացնելով եւ առանց չափազանցության, օրինակ, եթե այս մեխանիզմը աշխատի, կարող է պարզվի, որ մի ցանց տարվա կտրվածքով մի ցանցը կարող է Հայաստանի մի արտադրատեսակը ամբողջությամբ ձեռք բերել, որովհետեւ մեգա ցանցեր կան, որոնք հետաքրքրված են, բայց փոքր ծավալը իրենց համար խնդրեմ է։ Եվ այս էլ պետք է նկատի ունենանք։ Պարոն Խոջյան, չզեկուցվող հարցերով մենք եւս մի աջակցության ծրագիր ընդունեցինք, ճիշտ է։ Պարոն վարչապետ, չզեկուցող հարցերում մենք այս նույն տրամաբանությունը շարունակելով, խթանելով նաև խաղողի մթերումը, այդ ծրագիրը փոխկապակցված է խաղողի մթերման ծավալների հետ եւ խոսքը վերաբերվում է չշշալցված կոնյակի սպիրտի արտահանմանը եւ այստեղ փոխկապակցել ենք այդ ծրագիրը հենց խաղողի մթերման ծավալների հետ 2026 թվականի, այսինքն կազմակերպությունները, որոնք արտահանում են իրականացնում 100,000 լիտրը գերազանցող 1 լիտրի համար, 1 բարձրաձակ լիտրի համար վճարում են 100 դրամ տուրք։ Այդ նախագծով կառավարությունը ստանձնում է հանձնառություն 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 27 թվականի հունիսի 1-ը այդ գումարը փոխհատուցել տնտեսվարողներին այն պայմանով, որ իրենք խաղողի մթերման սեզոնի ժամանակ կգնեն արտահանված ծավալի ինչքան որ մթերեն, կարող են 2 անգամ ավելի շատ արտահանել։ Հաշվարկը կատարվում է 1 բարձրաձակ լիտրը 11 կիլոգրամ խաղողի սկզբունքով եւ ինչի համար ենք դրել 2 անգամ ավելի շատ ծավալով, որպեսզի այն պաշարները, որոնք որ իրենք ունեն կուտակած, այդ պաշարները նույնպես հնարավորություն ունենան սպառելու։ Շնորհակալություն։ Շատ լավ, խնդրեմ, կան դիտարկումներ, հարցեր, հարգելի գործընկերներ։ Չկան, հարցը դրում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը։ Դեմ չկա, որոշումն ընդունված է։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։